Տեր Հիսուսի անունով ողջունում ենք բոլորիդ հերոստատիտող բարեկամներ, Տերը թող օրհնի ձեզանից ամեն մեկին, այս մեկ ժամը, որ հոգևոր հաղորդակցություն պիտի ունենանք, թող Աստծո օրհնությամբ լեցվի։ Այս կյանքը, որ Աստված մեզ տվեց, տրված է մեկ նպատակով՝ Աստված ճանաչության համար։ Ճանաչենք մեր ստեղծիչին եւ ճանաչենք հավիտենականությունը։ Իսկ ինչպես ճանաչենք։ Աշխարհի մեջ շատ ձայներ կան, շատ ճանապարհներ կան։ Հեթանոսները տառապում են բազմաստվածությունից։ Այլ եւ այլ կրոններ սխալ աստվածների են տանում, այսպես ասած, չաստվածների։ Մարդիկ մոլորյալ եւ խոտորյալ վիճակի մեջ են։ Ով է ճշմարիտ Աստվածը։ Ինչպես կարելի է հավիտենականությանը հասնել։ Աստված իր խոսքի միջոցով արդեն հռչակել է։ Եթե կարդանք Աստծո խոսքը, մեկ համար վերցնենք Ժողովողի 3-րդ գլուխ եւ 11 համարը։ Աստված ամեն բան իր ժամանակին վայելուչ արավ եւ մարդու մտքի մեջ հավիտենականությունը ճանաչելու փափագը դրեց։ Ուրեմն մարդը, որ Աստծո պատկերի եւ նմանության պես է ստեղծված, իր մեջ կա անմահ անձ եւ հոգի, եւ Աստված այդ հավիտենականությունը ճանաչելու փափագը ամենքի սրտի մեջ դրել է։ Բայց ինչպես պիտի հասնենք այդ հավիտենականությանը։ Որն է ճշմարիտ ճանապարհը։ Քրիստոնեությունը տալիս է ճշմարիտ ճանապարհի պատասխանը։ Թերևս ոմանց համար այն տպավորությունը կստեղծվի, որ դե քանի որ մենք քրիստոնյաներ ենք, անպայման մեր հավատքն է ճշմարիտ։ Բայց սա մենք ասում ենք ոչ թե դրա համար, որ մենք քրիստոնյաներ ենք, այլ որ ճշմարտությունը մեկ է։ Եվ Հիսուս ասաց. Ես եմ ճշմարտությունը։ Պատմության այս 6000 տարվա ընթացքին որևէ մեկը այդ հանդգնությունը չունեցավ, որպեսզի իրեն հռչակի իբրև ճշմարտություն։ Առավել Հիսուս ասաց. Ես եմ ճանապարհը, դեպի Հայրը գնացող միակ ճանապարհը, եւ որևէ մեկը դեպի Հորը չի կարող գնալ, եթե ոչ իրենով։ Այլ խոսքերով ասած, Հիսուս Քրիստոս այն ճշմարիտ Աստվածն է, որ երկինք ու երկիրը ստեղծեց, եւ ինքը 2000 տարի առաջ երկիր եկավ, մարմնով հայտնվեց փրկության համար։ Այսօր սիրելիներ, ներսես եղբոր հետ միասին հոգևոր զրույց պիտի ունենանք եւ հուսացել ենք, որ այդ զրույցը նաեւ ձեզ համար շահեկան պիտի լինի, Աստծո ճշմարտությունները պիտի ճանաչեք։ Ներսես եղբայր, այսպիսի մի հարցում եմ ուզում տալ եւ այս հարցումով սկսենք մեր զրույցը։ Անկողմնակալ տեսանկյունից եմ տալիս։ Արդյոք հանդգնություն է ասել, որ քրիստոսնիությունն է միակ ճշմարիտ ճանապարհը, եւ եթե մեկը Հիսուս Քրիստոսի իբրև անձնական փրկիչ չունի, դժոխք պիտի գնա։ Այս հարցումը բավական խորունկ հարցում է եւ շտաբելու չենք պատասխանելու։ Լավ պետք է մտածենք Քրիստոսի ըսածներուն եւ լավ պետք է մտածենք այլ գրոնքներու ըսածներուն, թե իրենք ինչ կսեն, իրենց մասին։ Քրիստոսի իրենց մասին։ Պիտի տեսնենք, որ ամեն մեկ գրոնք իր ասենք գովաստ ունի, իր պրոպագանդան ունի, որ մենք ենք լավը, մենք ենք ճիշտը եւ եկեք մեզի, եկեք մեր խումբին միացեք եւ այլն։ Սակայն եթե մանրամասնորեն սկսենք բրբդել այս գրոնքները, պիտի տեսնենք, որ ոչ մեկը ճշմարիտ Աստծո ճանապարհը ունի։ Ոչ մեկը։ Օրինակի համար, եթե առնենք այն գրոնքները, որոնք կհավատան, որ մարդը եւ որ մեռնի նորեն գրնա աշխարհ գալ մահին հետո եւ այդ երկրորդ անգամվան ծնունդը առաջին ծնունդին ասենք հաշվետվությունն է։ Այո։ Այսինքն հաշիվ գվճարը այդ իր սխալներուն համար երկրորդին մեջ։ Վերամանավորման այդ սկզբունքը։ Այո, վերամարտեղինացում գսեն reincarnation-ը։ Reincarnation, այո։ Լավ, հիմա ասոր մեջ եթե երտանք 50-րդ, 60-րդ վերստին ասենք ծնունդին, ոչ թե հոգևորից, մարմնավորապես, մամնավորումը։ Այո, լավ, եթե երտանք, առաջինը ուրեմն ինչ բանի համար հաշիվ պիտի դա առաջինը։
Դեսն արդեն իրար խառնված հարցեր ունի։ Ուրիշ գրոնքներ կան, որոնք կսեն, որ դուք կսեն քրիստոնյաներուն համար միակ ճանապարհը Հիսուսն է գսեք եւ մեզ չեք ընդունիր որպես մենքալ ճշմարիտ կամ ճշմարիտ գրոնքներուն գողքին մենքալ ըլանք բայց Քրիստոսի ըսածները չեն ընդունիր լավ այս բանի մեջ արդեն հագասություն կա ես շատ լսած եմ մարդիկ որոնք կսեն էլա մենքալ քրիստոնյա ենք քրիստոնյաներ իբրթե իմ զարմանքս հետևյալն է որ եթե իսկապես դու քրիստոնյա ես ուրեմն ինչպես կլավոր զիս չես ընդունիր քրիստոնյան նշանակում է Քրիստոսին հետևող Քրիստոսը իր կյանքից ներս ունեցող մեկը Քրիստոսի հոգիով ապրող Քրիստոսի խոսքը իր համար նախապատիվ եղող եթե այս բաները չկան մեկի կյանքի մեջ նա քրիստոնյա չի կարող կոչվել կամ ըստ Աստծո խոսքի եւ Աստված է այս սահմանումը տալիս, որ ոմանք Աստվածպաշտության կերպարանք ունեն, այսինքն միայն անունը, label-ը ունեն, որ իրենք քրիստոնյա են, սակայն իրենց կյանքը հեռացած է եւ Քրիստոս իրենց համար իբրև Աստծո զորություն է եւ Աստված չէ։ Այո։ Գործ առաքելոցի մեջ կհիշվի, որ Անդիոքի մեջ առաջին անգամ ալալով խումբ մարդիկ քրիստոնյաներ կոչվեցան։ Եվ ընդհանրապես բոլոր աստվածապանները համոզված են ասոր որ պատճառը այդպես ըսվելուն որովհետև այս մարդիկը թեև քիչ մի հեգնանքով ըսին այդ անունը ներեցին սակայն պատճառը որովհետև այս մարդիկը ճիշտ Հիսուսի պես կապրեին եւ ճիշտ Հիսուսի ասենք ըսածները իրենց կյանքի մեջ կգործադրեն իրենց կյանքի մեջ թե գար եւ թե իրենք կսորվեցնեին Մեկ խոսքով Քրիստոս ոչ թե միայն իրենց փրկիչներ, այլ իրենց դերն ալեր, այսինքն իշխանությունը իրենց վրա ընդունած էին, Հիսուսի իշխանությունը, այսինքն այլ խոսքով ոչ թե միայն կերպարանք, այլ զորությունն ալ ընդունած էին։ Եվ եթե քրիստոնյաներ գսենք Քրիստոսի հետևորդներ եւ բարին իմաստով քրիստոնյաներ պիտի ըլլանք Գարձեմ թե հանդգնությունը պիտի կարենանք ունենալ եւ պետք է որ ունենանք ասելու միակ ճանապարհը Քրիստոս է։ Ամեն։ Որով հետեւ այս տեսակ մարդիկ առաջնորդներ այսինքն չեն գրնալ կարողությունը չունին խոսելու ինչ որ Քրիստոսը սավ, այո, գադարելակորձելու ինչ որ Քրիստոս գադարելակորձեց, այսինքն complete, բագաս բան չցկեց, ինչ բանի մեջ քշմեդո խոսենք պիտի կանգ արդեն որ Քրիստոսի ըրած գործը ոչ մեկ մարդ կարողություն ունի անելու Դակավին չենք խոսել Աստծո կով ընդունել եկամ ընդունել չի Ադի արդեն երկրորդ է որ ավելի վտանգավոր է նախ կարողություն ունի թե ոչ ադոր մասին եթե քիչ մտածենք կտեսնենք որ անգարելի է ինչու մեղավոր է այո մի փոքր համեմատականություն բերենք քանի միլիարդ իսլամ մարդիկ կան աշխարհի մեջ մուսուլմաններ 1 միլիարդից ավելի Գոնե այո գոնե միլիարդից ավելի եւ իրենք ունեն իրենց մարգարեն Մուհամմեդը եւ նա իրենց համար այնքան թանկագին մեկն է որ մենք տեսանք թե ինչեր կատարվեց եւ որ Դանիայի մի ասենք թերթի մեջ նրա ծաղրանկարը նկարվեց եւ ամբողջ աշխարհի մեջ ինչեր տեղի ունեցան մարդիկ մեռան 100,000-նոց ցույցեր տեղի ունեցան բոյկոտվեցին շատ բաներ սպառնալիքներ էին ուրեմն նրանք իրենց մի մարգարեի համար որ կարողությունը չունի փրկիչ լինելու եւ նրա ավանդած Ղուրանը զուտ մարդկային գրությունների մի գրքույկ է Այդպես նրանք կանգնեցին պաշտպանելու համար իրենց մարգարեին, որ զուտ միայն մարգարե։ Իսկ եթե մենք վերցնելու ունենք Սուրբ գրքի վկայված մարգարեները, Եսայի, Եղիսե, Երեմիա, Դանիել, Եզեկիել, սրանք մարգարեներ են, որ տիտաններ են, եւ սրանց համեմատությամբ, թեկուզ ասենք վերցնենք նաեւ Մովսեսը, Դավիթը, մարգարեներ են։ Սրանց համեմատությամբ անգամ Մուհամմեդը շատ պակաս է գտնվում, որովհետև Աստված իր համար վկայություն չունի։ Եվ երբ որ այլակերպության լեռան վրա
Մովսեսը եւ Եղիան, որ մեկը օրենքն է խորհրդանշում, Աստվածի ձեռքով տվեց օրենքը, եւ մյուսը մարգարեությունները Հայր Աստված երկնքից մատնանշեց միայն Հիսուսին, սա է իմ սիրելի որդին, ում որ հավանել եմ, նրան մտիկ արեք։ Ձեր ուշադրությունը միայն նրա վրա թողնի։ Ինչի համար։ Շեշտը նրան վրա է։ Որովհետև օծությունը միայն նա ունի։ Այո։ Ում անունը կոչվեց Քրիստոս։ Քրիստոս թարգմանաբար նշանակում է օծյալ։ Ուրիշ մեկը չկա երկրագնդի վրա։ Եվ չի լինելու Հիսուս Քրիստոս օծյալ փրկիչ, այսինքն Աստծո կողմից օծված փրկության համար։ Այո։ Հիմա եթե վերադառնանք ձեր հարցումին, որ հանդգնություն գրնանք ունենալ, ով կամ այս ինչ հանդգնություն է, որ միայն Հիսուս է ճանապարհ, միակ ճանապարհից։ Միակ, այո։ Այո, հանդգնություն է։ Եթե ճշմարտությունը ունիս, եւ եթե օրինակի համար մարդիկ քուշուրջդ կան եւ գեղձ դրամ ունին, եւ քո ունեցածը միակն է, որ ճշմարիտ է, անշուշտ է հանդգնություն պիտի ունենաս։ Որ ասես սա է ճիշտը։ Սա է ճիշտը։ Արդեն այլևս բանի դեղ չկա, սագարգելու դեղ չկա։ Եվ երկրորդական ասենք համերաշխության, որ լավ վնաս չունի, ասալ okay է, ասենք ամերիկյան ասած ձևով, this is okay too։ Ասալ թող կա մեր խումբի ոչ, չի գնալալ, որովհետև մեկ ճշմարտություն կա եւ մնացածը սուդ է։ Այո։ Երկու ճշմարտություն մանավանդ որ հագարակ են չի գնալ գոյություն ունենալ։ Եվ Հովանու ավետանի 14-րդ գլխի 6-րդ համարի մեջ Տեր Հիսուս հռչակեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ուրիշ մեկը կարող է այս խոսքերը ասել։ Ես եմ ճանապարհը։ Դեպի երկինք գնացող ճանապարհ։ Եվ Հիսուս ապացուցեց, որ ինքն է միակ ճանապարհը։ Ինչպես իր հարությամբ։ Այո։ Խաչեցին, դրեցին գերեզմանը։ Բայց երրորդ օրը այդ գերեզմանը պարապեր եւ Հիսուս իր մահից հետո գերեզման դրվելուց հետո իր աշակերտների մեջ հայտնվեց եւ 40 օր էլ նրանց հետ քայլեց, շատերին երևցավ, 500 հոգու առջև էլ համբարձվեց։ Մեկը հոր մոտ չի կարող գալ, եթե ոչ ինձմով։ Այս խոսքը արդեն հստակորեն ապացուցում է այն բանը, որ ուրիշ մեկով երկնքի ճանապարհ չկա։ Ուրիշ ճշմարտությունը, այս տեսակ խոսք խոսողը անհնար է, որ իշխանություն չունենա։ Անպայման ունենալու է իշխանություն, որ կարողությունը ունենա, կամ ասենք զորությունը ունենա, ասելու, որ ես եմ ճանապարհը։ Միակ աստվածային իշխանությունն է, որ գրնա մեկը կարողություն գնա ունենալ, որ ասե այս խոսքերը։ Եվ երկրի վրա ապրած իր տարիներին Տեր Հիսուս աստվածային ճշմարտությունը եւ իշխանությունը գործադրեց հետեւյալ կերպով։ Իր խոսքի մեջ զորություն կար եւ այդ փարիսեցիները եւ քահանապետերը կեղծավոր եկան եւ ասեցին այս մարդը այսինչ իշխանությունով է խոսում։ Եվ իրապես իշխանություն կար իր ասած խոսքերի մեջ։ Ես եմ դուռը, երկնքի դուռ, ես եմ հարությունը։ Այո։ Բանն Աստծո խոսքը երկրի վրա հայտնված։ Եվ այսօր մենք երկնքի մեջ, բուն երկնային սրբանի մեջ ունենք միջնորդ եւ բարեխոս։ Այո։ Ուրիշ ով կարող է այս պաշտոնը ստանձնել։ Հայր Աստված միայն նրան տվեց։ Եվ նաեւ, քանի որ Հիսուս ամբողջացրեց փրկության գործը, լիուլի կատարեց, հայրը իր աթոռին նստացեց որդուն։ Այո։ Ճիշտ։ Ուրեմն երկինք գնալու միակ ճանապարհը Հիսուսն է եւ ինչպես Եբրայեցիս թղթի մեջ է ասում, եղբայրներ, համարձակություն ունենք սուրբ տեղը մտնելու երկնային սրբանը։ Այն նորը կենթանի ճանապարհով, որ մեզ բացեց վարակույրի միջից, որը իր մարմինը։ Երկինք մտնելու ճանապարհը Հիսուսը եղավ եւ սա իր արյան արժանիքով է, որ մեղավորին կսրբի, կմաքրի իր բոլոր մեղքերից եւ երկինք մտնելու հնարավորությունը կտա։ Ամեն։ Ուրիշ հարց մնալ գծակի այստեղ։ Եթե վերցնենք մյուս գրոնքները,
բարձրապես համեմատություն անելու համար, գտարելու համար թե Քրիստոս ինչ հրավ եւ անոն ինչ կնան անել։ Նկատած եմ, որ 4 կարևոր հարցեր կան, որ բոլոր գրողները անպայման հարկավոր է, որ պատասխանեն։ Այո։ Առաջինը ծագումի մասին է։ Երկրորդը իմաստավորության մասին է։ Իսկ երրորդը, այստեղ գրած է մոտս, բարոյականության մասին է։ Իսկ չորրորդը վիճակի հանգումի մասին է։ Առնենք Եթե կարելի է մեկ առ մեկ գնանք ու մի քիչ ավելի առնենք ծագում։ Այո։ Միակ քրիստոնեությունը, եւ որ քրիստոնեություն գսեմ, անշուշտ մեջը կա հին ուխտ եւ նոր ուխտ, բոլորը միասին։ Մեջը մարդուն ծագումի մասին գսե, որ Աստված մարդը ստեղծեց։ Այո։ Բոլոր գրոնքները եւ որ գմոդենաս որոշ նորբություններ ունին, որ քրիստոնեության պատասխանային գշեղին։ Կամ նպատակի մեջ գշեղին, որտեղ իսլամությունը հավատա, որ ստեղծված է։ Որովհետև հնգամատյանից նրանք օգտվել են եւ այսպես վերցրել են, բայց որոշ նորբություններ կան, որ քրիստոնեության պատասխանը չեն դար։ Միշտ գշեղին։ այո, Առնենք բուդդայականությունը, հինդուականությունը, ասպոլորը, կամ առնենք անաստվածությունը, որոնք կավադան, որ մարդը պստի ցեխե, այո, էմիբեից եկած է եւ այլն, որթե եկած է, գապիկ եկած է, ասի մեկ։ Երկրորդը կուկա իմաստավորություն։ Մարդը ինչ արժեք ունի։ Ինչու ստեղծվեցավ։ այո, Ինչ հասկացանք մենք աշխարհ քալով։ Ինչու եկած ենք աշխարհ։ Ուր պիտի երթանք։ Ինչու հոմ պիտի երթանք։ Ուր որ պիտի երթանք։ այո, Միան քրիստոնեությունն է, միան թե Քրիստոսի ասենք ակնոցով նայելով է որ պիտի գարենանք այս պատասխանին հասնել։ Մնացածները պատասխան չունեն։ Նույնիսկ իսլամը որ այնքան աստվածաբաշտ է, չի գնար ասել որ ես այո դրախտ պիտի երթամ։ Չի գնարցել։ Իմաստ չունի իրեն համար։ որովհետև ինքը վստահ չէ դրա համար Այո։ եւ իր հոգեվոր առաջնորդները քաղաքական տեսանկյունից նպատակներից ելնելով իրենց համար վարդապետական հիմք են ստեղծել, որ եթե դու ոչ իսլամների գնաս եւ սպանես, Այո։ երկինք պիտի գնաս եւ 70 կապուտաչիա կույսեր քեզ են սպասում։ Այո։ Ահա այս խոստումով է որ խափում են իրենց հետևորդներին եւ նրանք էլ ուղակի ֆանատիկորեն, Այո։ այսինքն Կատված, այդ ամենը կատարում են։ Այո։ Բայց տեսնեք քրիստոնեության տված խոստումները։ Այո։ Մեկ առ մեկ Աստծո խոսքը այնքան հստակ է մեզ տրված, որ մենք կարող ենք վստահել 100%-ով։ Այո, օրինակի համար քրիստոնեությունը տվավ հավասարություն այր մարդուն եւ գին մարդուն միջև։ Այո։ Հավասարություն դրավ տիրոջ եւ ծառային միջև։ Հավասարություն դրավ ծնողքի եւ զավակի միջև։ Հավասարություն է որ գսեմ այն իմաստով որ երկուքինալ, երկու խումբերունալ յանքը արժեք ունի Այո, Աստծո։ այո, բայց պաշտոնի բերումով Բաշտոնը ոչ, բաշտոնը իր տեղը, բաշտոնը բահեց։ Այո։ Անշուշտ զավակներ հնազանդ եղեք ձեր ծնողներուն։ Ծնողներ մի բարգացնեք ձեր զավակներին, բարգամ մի մաշեցնեք։ Այսինքն հավասարակշիռ Արդար։ Այո, արդար էր։ Ուրեմն այս ասենք ակնոցով դիտելով կտեսնենք որ քրիստոնեությունը ուղիղ եւ առողջ պատասխան տվավ այս երկու հարցումներուն՝ ծագում եւ իմաստավորություն։ Մանավանդ եթե մենք դիտարկելու ունենք իսլամը, իսլամի մեջ կանայք ոչ թե երկրորդ տեղն են բռնում, այլ երրորդ ընդհանրապես իրավունքներից զրկված են։ Այո։ Անկամ երկրներ կային, օրինակ Աֆղանստանը, որ միայն նոր սկսեցին, որ ասենք աղջնակը դպրոց պիտի գնա։ Այո։ Իրավունք ունի դպրոց գնալու, նա էլ սովորելու իրավունք ունի։ Նա էլ մարդ արարած է։ Այո։ Եվ ագեցեք մինչև այսօր Սաուդի Արաբիայում մեջ կանայք ինքնաշարժ քշելու իրավունք չունին։ Նոր լսեցի դակավին այս 1-2 տարի է կարծեմ, որ Քուվեյթի մեջ կանայք սկսան քվեարկել։ Գարավարական քվեարկության համար եւ անշուշտ կոնգրեսի մեջ տեղը սկսան ունեն, այսինքն եւ այդալ
Ոչ թե որովհետև Ղուրանը կարդացին եւ լուսավորվեցան, ոչ, որովհետև ամերիկյան Քաղաքակիրթ երկրներին նայեցին, տեսան, որ իրենք շատ հետամնաց վիճակի մեջ են։ ամերիկյան ջնշում բանեց իրենց վրա։ Ուրեմն զորով ճուզելով նորեն որ կնշանակե ոչ է պատասխանը իսկության մեջ։ Երրորդը ուրեմն բարոյականությունն է։ Հիմա ինչ տեսակ բարոյականություն պիտի համարես եւ որ գրոնքը գսե ժողովրդի մեջ դասակարգերու դրություն կա։ Հարուստը կմնա միշտ հարուստ, աղքատը պետք է մնա միշտ աղքատ, հարուստին եւ աղքատի միջև ամուսնական կապ անկարելի է որ տեղի ունենա Հնդկաստանի մեջ օրինակի համար գոստը, հինդուականության մեջ caste system որ գսեն անգլերեն caste որ դասակարգի դրություն է սիստեմն է բարոյականության խախտում կա այստեղ որ այլևս մարդը իր անգերոջ վար գնայ վերջին այ կամ հավասար աչքով չի նայր ամեն մեկ խումբ իր ասենք ինքնությունը սկսած է շինել օրինակի համար ամբարոյականության խումբը գողերու խումբը անասվածներու խումբը օրենք չհարգողներու խումբը այս բարոյականությունը միակ քրիստոնեությունն է որ կնա պատասխանել արժեք տալ մարդուն եւ այդ օրենքները որ մենք ունենք հին ուխտ կամ նոր ուխտ երկուքն ալ նույն հավասարապես աստվածային օրենքներ են հիմա ճիշտ է որ պիտի ասենք մենք հիմա շնորհքի տարի մեջ ենք ոչ որոշ օրենքներ կա որ բացարձակ օրենքներ են դասնապանյան չի փոխվի նոր ուխտի մեջ նոր կտականի մեջ այն իր կիրառությունը ունի այո ավելի շեշտված է ուրեմն որոշ օրենքներ կա որ ճիշտ է Քրիստոս լրացուց ամբողջացուց եւ իրավունք չունենք գրգնելու որովհետեւ Քրիստոսի խաչելությունը իզուր գլա հետո այո ղեբդացված քրքի մեջի այդ բոլոր ծիսակատարությունները բան այդ օրենքները այո չենք ոչ թե որովհետեւ հինցավ այլ որովհետեւ գադարելակորձվեցավ վերջացավ անգամ շաբաթ օրվա մասին երբ որ գրված է շաբաթը սուրբ պահես Հիսուս եկավ ինքը ամբողջացեց ամբողջ օրենքը եւ մենք պարտավորված չենք շաբաթը սուրբ պահենք որպիսի փրկություն այո ժառանգենք ինքը շաբաթի էլ Տերը եղավ եւ օրենքի վաղճանը Քրիստոս եղավ ամեն հավատացյալի փրկության համար այո իսկ չորրորդը վիճակի հանգում մարդուն վերջը ինչ պիտի լա վաղճանը ինչ պիտի լա այո նույնիսկ Մուհամմեդ ասած է ես չեմ գիտեր եթե երկինք պիտի երթամ չեմ գիտեր եթե Տերը պիտի կամենա որ ները իմ մեղքերս ես միան գրնամ հուսալ եւ աղոթել այդպես կսե ուրեմն ամբողջ կյանքիդ ընթացքում ամեն օր օրական 5 անգամ աղոթք կանես լուսաբացից իրիկուն չգիտեմ ինչ ծեսեր եւ այլն ամեն բանի յետևից լինես անես եւ դեռ վերջում հույս չունենաս որ փրկություն պիտի ունենաս ալ ինչ խոսք կա ասոր մասը բայց քրիստոնեությունը տեսնենք Հռոմեացիս 10:9 համար եթե սրտիդ մեջ հավատաս որ Աստված Հիսուս Քրիստոսին մեռելներից հարուցանեց եւ քո շրթունքներով դավանես որ Տեր Հիսուս ես հավատում եմ այս բանին պիտի փրկվես այո տեսնում եք ինչպիսի հույս է տրված այո քրիստոնյային եւ մենք գիտենք մեր վաղճանը որ մեր հավատքի իբրև արդյունք ինչպես Պետրոս Առաքյալն է գրում մեր հոգիների փրկությունը պիտի լինի ամեն ուրեմն կտեսնենք որ այս 4 էական ամենին կարևոր հարցերը մարդուն համար որ մարդուն ինքնությունը գիտնանք թե ով է ինչ է այս 4 հարցերն են ցակումը ուղղե եկավ իմաստավորությունը ինչ արժեք ունի մարդը եւ բարոյականություն ուրեմն այդ արժեքներով ինչպես պետք է ապրի իր կյանքը եւ վերջինալ ուր պիտի հանգի եւ վախճանը ինչ պիտի այո վախճանը ինչ պիտի լա միան քրիստոնեությունն է որ բոլորին ալ հաջողաբես կրնա պատասխանել լավ մեսիել երեստադիտողների հետ միասին մի հոգևոր երգ լսենք որից հետո կշարունակենք մեր հաղորդումը
անօրենությունները թող շուտով հասնի մեզ քո ողորմությունները ինչու ասեն հեթանոսները ուր է նրանց Աստվածը ինչու ասեն հեթանոսները ուր է նրանց Աստվածը քո անվան փառքի համար օգնիր մեզ ով մեր փրկության Աստված ով մեր փրկության Աստված քո անվան փառքի համար փրկիր մեզ ու մեր մեղքերը քավիր ու մեր մեղքերը քավիր հիշիր մեր առաջվա անօրենությունները թող շուտով հասնի մեզ քո ողորմությունները ինչու ասեն հեթանոսները ուր է նրանց Աստվածը ինչու ասեն հեթանոսները ուր է նրանց Աստվածը քո անվան փառքի համար օգնիր մեզ ով մեր փրկության Աստված ով մեր փրկության Աստված քո անվան փառքի համար փրկիր մեզ ու մեր մեղքերը քավիր քո անվան փառքի համար օգնիր մեզ ով մեր փրկության Աստված ով մեր փրկության Աստված քո անվան փառքի համար փրկիր մեզ ու մեր մեղքերը քավիր բայց մենք քո ժողովուրդն ու արոտիդ գառնուկներն ենք հավիտյան քեզ կգովենք ու քո փառքը պիտի մենք պատմենք սերնդեսերուն ու քո փառքը պիտի մենք պատմենք սերնդեսերուն քո անվան փառքի համար օգնիր մեզ ով մեր փրկության Աստված քո անվան փառքի համար փրկիր մեզ ու մեր մեղքերը քավիր քո անվան փառքի համար օգնիր մեզ ով մեր փրկության Աստված քո անվան փառքի համար փրկիր մեզ ու մեր մեղքերը քավիր Սիրելիներ, շարունակում ենք մեր հաղորդումը, ներսես եղբոր հետ միասին առաջին մասում մենք խոսեցինք, թե ինչու է քրիստոնեությունը միակը դեպի երկինք գնալու եւ որ Քրիստոս այդ միակ ճանապարհն է հենց երկնային նավահանգիստ հասնելու եւ մենք խոսեցինք, որ ուրիշ կրոններ եւս բերում են իրենց, ասենք, խոստումները այս կամ այն բանի, բայց որևէ մեկի մեջ հստակություն չկա մարդու փրկության, վստահություն չկա հավիտենականություն մտնելու համար, բայց քրիստոնեությունը այս բոլորը ապացուցում է եւ ոչ միայն ապացուցում է, Աստծո խոսքը այնքան հաստատուն է, որ Աստծո հոգին երբ որ մեկի մեջ գալիս է, այդ հաստատակամությունը ապահովում է մարդու սրտի մեջ։ Ոչ թե միայն մտքի մեջ է այն, այլ սրտիդ մեջ, որը մեկ այդ սրտիցը չի կարող խանալ։ Այո, արդեն քիչ առաջ ասեք, այս բոլորը իրար գաբող կամ արժեք տվողը Քրիստոսի հարությունն է։ Այո։ Միակ հույսը մարդուն, ընդհանուր մարդ արարածին Քրիստոսի հարությունն է։ Միակ հույսը։ Բոլոր կրոններու առաջնորդները մեռած են։ Եվ մեռածալ կմնան դակավին։ Այո։ Միակ անձը ոչ մարդկային բացության մեջ Հիսուսն է, որ հարություն արավ չմեռնելու պայմանով։ Այո, որովհետև որպես մարդ ինքը երկրի վրա ապրեց, բայց իր մեջ աստվածության ամբողջ լեցունությունը կար։ Մահը եւ գերեզմանը նրան չէին կարող գերեզմանի մեջ պահել։ Ինքը պիտի հարություն առներ, որովհետև ասաց. ես իշխանություն ունեմ իմ կյանքս դնելու
եւ ետ առնելու մյուս կրոնների որ մեկ առաջնորդ այս իշխանություն ունեցավ ավելի գործված վիճակի մեջ էին հոգեկան գործված վիճակի մեջ որտեվ նրանք բոլորն էլ մարդիկ էին ինչպես աշխարհի բոլոր մարդիկ մեղավոր բնությամբ իրենց մեղքերով լեցուն մեղավոր խորհուրդներով եւ այո մեռան եւ մի օր Աստծո առջեւ դատաստանի պիտի կանգնեն եւ իրենց ապրած կյանքի համար պատասխան պիտի տան հաշիվ պիտի տան Ներսես ջան, մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանի մեջ, որտեղ հանդուրժող լինելը, հանդուրժողականությունը շատ կարևորված է։ Մանավանդ որ աշխարհի բոլոր երկրները մեծամասնություն ասենք, բռնել են դեմոկրատիայի ուղին, եւ մյուսներն էլ ովքեր որ դեռևս հեռու են, նրանց վրա էլ մեծ ճնշում կա, որ այս ճանապարհով պիտի շարժվեն։ Այո, եթե վերցնենք մարդկային հասարակության մեջ եղած ասենք հարաբերությունների մեջ հանդուրժողականությունը շատ կարևոր է օրինակ ռասայական խտրականություն չդրվի շատ կարևոր է եթե մեկը ջերմակ է իսկ մյուսը սևամորթ է արդյոք նրանց մեջ տարբերություն պիտի դրվի ոչ երկուսն էլ մարդ է Աստծո ստեղծածն է եւ նրանց մեջ հավասարություն պիտի դրվի օրինակ մարդկային իրավունքների տեսանկյունից ճիշտ է պետք է որ հանդուրժողական լինել կամ օրինակ խաղաղություն ապահովելու տեսակետից պետք չէ որ ասենք մեծ երկրները մյուսների վրա ճնշում բանացնեն խաղաղության տեսակետից պետք է իրար հանդեպ նաև հանդուրժող լինեն սակայն հավատքի տեսանկյունից կարող ենք մենք հանդուրժող լինել օրինակ բերեմ Հինդուականությունը շատ հանդուրժող է մնացած կրոնների նկատմամբ։ Այն տեսանկյունից, որ մենք բոլորին հարգում ենք եւ ընդունում ենք ինչպես մերը։ Սակայն այս նույնը մենք կարող ենք ասել քրիստոնեության տեսանկյունից։ Նախ ասենք, որ որոշ հատվածներ կան մարդկային, ասենք, ընկերության մեջ, որոնք միշտ կսեն հանդուրժողություն, հանդուրժողականություն եւ այլն, բայց իսկության մեջ իրենք ոչ թե հանդուրժողականություն կուզեն, այլ ընդունելություն կուզեն, այսինքն օրինակի համար Ամերիկայի մեջ միասեռականությունը գսե որ դուք այսինքն անոնք որոնք ուղիղ են, այո, պետք է որ հանդուրժողը լակ մեզի հանդեպ, բայց իսկության մեջ դագը թաքնված, պահպանված խոսքերը ինչ են գիտեք պետք է ընդունել մեր ապրելակերպը։ Շատ կարևոր հանգամանք էր, այո։ Տեսնեք, ուրեմն այս հարցումին պատասխանը ոչ է։ Ոչ։ Ես կհանդուրժեմ այնքան ադեմ որ դու որպես մարդ ես։ Ապրելակերպը չեմ ընդունիր։ Այո։ Բայց մարդ է, մա չեմ գնալ զենք առնեմ եւ հրացա գնդակարեմ քեզ ոչ, այո, Աստված է տադավորը, բայց նա չի նշանակել որ ես պետք է ընդունեմ ապրելակերպը։ Իմանալով որ դա Աստծո արչեւ մեծ ուղիղ սխալ է, այո, ուղղակի սխալ է։ Աստծո, այսինքն դիտմամբ ապոստամբություն է այս ապրելակերպը։ Գալով հինդուականության, իրականության մեջ հինդուականությունը եթե այդպես կսե, բայց իր մեջ նորից թաքնված բան մգա ինչ է ես կհանդուրժեմ քեզ որ միանաս ինձի եւ քու գրոնքը դալ հետդ բերես որ հինդուականության մեջ բայց պայմանով մեկ բան որ ընդունիս իմը որպես ճիշտը ուրեմն եղբայր հինդուականությունը հանդուրժողական չէ հանդուրժողականություն պետք է լա հավասարություն ամեն բանի մեջ Ոչ թե ես ճիշտ եմ դու սխալ ես, ոչ թե դու ալ ճիշտ ես, բայց ես ավելի ճիշտ եմ։ Ոչ, հավասարություն, հանդուրժողականություն, հավասարություն պետք է լա։ Ուրեմն քրիստոնեության ինչու համար գսվի որ քրիստոնեությունը հանդուրժողական չէ։ Մինչ իրենք ալ հանդուրժողական չեն։ Աշխարհի սկզբունքները հետեւյալ ձևով են գործում ներկայիս։ Ընթանում են համաշխարհային մեկ պետության եւ համաշխարհային մեկ կրոնի ստեղծման։ Միանում են, սահմանները բացվում են, Եվրոմիությունը իրենց սահմանները բացեցին, երկրներ իրար միացան եւ աշխարհը, որպիսի տնտեսական խորը ճգնաժամից, պատերազմական վիճակներից դուրս գա,
պետք է որ իր սահմանները ընդլայնի, բոլորը մտնեն այդ սահմանների մեջ։ Սակայն կրոնը մեծ դեր ունի։ Թե դեր ունի եւ թե նաեւ խոչընդոտ է այս բանի մեջ։ Որովհետեւ կրոնական հողի վրա կան պատերազմներ, անհամաձայնություններ, իրար հանդեպ անվստահություն, նաեւ թշնամանք։ Այո։ Եվ ներկայիս գործում է համաշխարհային մեկ կրոն ստեղծելու գաղափարը, տարբեր կրոնների առաջնորդներ իրար հետ մեկտեղ հավաքվում են եւ ծրագրեր են մշակվում, թե ինչպես կարող են իրար հանդուրժել, մեկ լինել եւ միակ հավատքը, միակ կրոնը, որ կարծես թե ոսկորի նման նրանց կոկորտին նստած է քրիստոնեությունն է։ Ինչ է նրանց ուզածը։ Այո։ Բերեք բոլորս էլ միավորվենք, սակայն դուք մի ասեք, որ Հիսուս Աստված է։ Դուք մի ասեք, որ Հիսուս միակ ճանապարհն է դեպի երկինքը։ Հիսուս միակն է, որ կարող է մեղքերին թողություն տա։ Իրենք համաձայն են, որ Բուդդան եւ Կրիշնյան եւ Մուհամեդը կարող են մեկ հարթության վրա ընդունվել։ Սակայն Հիսուս աչքի փուշ է։ Այո, պետք չէ որ վերդրվի, նա էլ թող մյուսների նման նույն հարթության վրա դրվի, ամեն բան իր տեղը կգա։ Այո։ Սակայն մենք ինչպես կարող ենք այսպիսի մարտահրավերին ասել այո։ Այո։ Արդեն կտեսնեք ներին ճանապարհ ինչպես կհարթվի, արդեն կպատրաստվի։ Գիտեք ինչ է, ես կզարմանամ, որ իսլամական առաջնորդները ալ կմասնակցին այս տեսակ փորձերի, որովհետև իսլամության մեջ շատ սարսափելի ասենք վարդապետություններ կա, օրինակի համար իրենց գրքին մեջ կսե որ եւ որ ճանապարհդ կքալես եւ քարը կտեսնես, այդ քարը կսե Ալլահը տեղ դրած է որպեսզի հրյա եւ քրիստոնյա մերցնես։ Այո։ Ուրիշ տեղ իրենց ասենք քաղաքական բանը հետաբնթումները, որ ամբողջ Ամերիկայով գուզեն սկսել եւ հետո գամած ամբողջ երկրակունքը իսլամացնել։ Այո, այո։ Ուրեմն հանդուրժանություն չկա։ Շարիա լո, այսինքն ամեն տեղ շարիա օրենքս էլ արդեն։ օրենքս, հա։ Այո, ուրեմն իրենց օրենքը բարդատրել եւ որ իրենց օրենքը բարդատրեն ահավոր վիճակի պիտի հասնի ժողովուրդը, մարդկությունը ասենք, որովհետև ճիշտ իրենց ապրելակերպին պես պիտի ըլլա։ Դիրող ապրելակերպը։ Եվ այսպես գրնաս 4 դեսակ սուտ խոսիլ։ Առաջինը դիգնոջդ գրնաս սուտ խոսիլ։ Երկրորդը ոչ իսլամի մը գրնաս սուտ խոսիլ եւ ասում մեղք չեն։ Երրորդը գնաս խաղաղությունը պահելու համար սուտ խոսիլ եւ մեղք չէ, եւ չորրորդը գնաս քո եղբոր իսլամիմը, այսինքն որպես եղբայր գնաս սուտ խոսիլ, եթե իսլամության օգուտ է։ Ուրեմն երրորդը քո նշածներից երրորդն են իրեն գործադրում խաղաղություն պահելու համար։ Սուտ է։ Այո։ Սուտ խոսենք, որ մենք ձեզ հետ համաձայն ենք, մենք ձեզ հետ նույն գետնի վրա ենք, նույն հարթության վրա ենք, եկեք եղբայրներ լինենք, բայց իրականության մեջ այդպես չէ։ Հանդուրժող չեն։ Եթե քրիստոնեությունն էլ մյուս կրոններին միանա, սա կնշանակի Քրիստոսին ծախել։ Այո։ Սա կնշանակի Քրիստոսին ասել, որ մենք քեզ որպես Աստված չենք ընդունում, որպես փրկիչ էլ չես, եթե ուզում ես որպես մարգարե եղիր։ Բայց քրիստոնեության հիմքը Քրիստոսի մեռելներից հարություն առնելն է։ Եթե դա չկա, եթե դա իրականություն չէ, մենք պարապտեղն ենք քրիստոնյաներ դարձել։ Չէ որ մենք այս կյանքի համար չէ որ Քրիստոսին հուսացել ենք։ Այլ որ ինքը մեռելներից հարություն առնելով հավիտենականության վստահ հույսն է բերել, որ եւ ինքը ասաց, թե մեռնեք պիտի ապրեք։ Եվ մենք վստահ գիտենք այդ բանը։ Այո։ Այո։ Ցավոք սրտի, գիտես, ասկե դարիներ առաջ, դերևս 100 տարի առաջ,
բան կար խնդիր կար կամ ասենք հարց կար կամ գրիվ կար որ Աստված կա կամ չկա Աստծո գոյության մասին բայց հիմա կարծես թե սատանան այնպիսի կերպով մարդոց ուղեղները լվացել է ասենք brainwasher լվացել է որ այլևս հարց չէ Աստված կա կամ չկա դա հարց չէ այլևս այլ ինչ տեսակ Աստված որ մեկ Աստված բոլորն ալ հանդուրժեն բոլորն ալ թողքան քանի որ համաշխարհային մեկ կրոն է կապություն այնքան բայց այնքան ադեմ որ Քրիստոսը հերույ է այո գտեսնես ուրեմն թաքնված հանդուրժողականություն չկա նորեն հագասություն կա եւ այդ հագասությունը ինձ կհիշեցնե Բաբելոնի աշտարակի վիճակը որ սարքում էին միավորված էին հագարակ Աստծո հաստուդեմ այո եթե այսօր անգամ քրիստոնեական աշխարհից մասնակցություն ունեն նրանց հետ եւ նրանց հետ համագործակցում են սրանք միայն ծիսական եկեղեցու առաջնորդներն են բոլոր նրանք ովքեր որ Քրիստոսի հոգով են առաջնորդվում եւ Քրիստոս իրենց համար ամենաթանկագին անձն է երկրագնդի վրա երբեք շահարկման երբեք կոմպրոմիսի չեն գնա որպեսզի ասեն որ մենք համաձայն ենք մյուսների հետ թող Հիսուս էլ մի մարգարե կոչվի միայն թե խաղաղություն լինի աշխարհի վրա այո Հիսուս այդ նպատակով էր որ ասաց ես երկրի վրա խաղաղություն բերելու չեկա այլ սուր բաժանում պիտի լինի գաղափարական տարբերություն անպայման պիտի լինի որտեղ նրա ուսուցանումները հավիտենական էին հավիտենական կյանքի համար խոստումներ ունի մեզ տրված որ մնացած բոլոր կրոնների մեջ եթե քննել ունենք որևէ նման բան չկա այո եւ Քրիստոսի շնորհիվ է որ սուտը ճշմարիտեն կզանազանվի ասենք այդ հարթը կամ խոդը կամ ասենք ոսկին կամ թուղթը ասում է պիտի զանազանվին Քրիստոսի ինչպես ասեք բաժանում պիտի բերե հոսը որ կզանազանվի ճիշտ սուրի նման ասես կգդրե եւ կբաժնվի ամեն բան հայտնի կլա մեր ուշադրության Քրիստոս հանձնած էր որ սուտ մարգարեներ պիտի կան սուտ ուսուցանողներ պիտի կան անգամ Քրիստոսի անունով այո այդ վտանգը այդտեղ է անոր համար որ մենք միշտ կուզենք մեր սիրելի հայ ժողովրդին բանանել ներկայացնել կամ հրամցնել այդ հարազատ ճշմարիտ Քրիստոսը որ մեզի համար թե իրենց եւ թե մեզի համար իրենց այսինքն հայ ժողովրդին համար մերած է մեզի համար մերած է Քրիստոս այսօր մեջ է մեր երջանիկ հույսը որ Քրիստոս մերավ մեզի համար հարություն արավ մեզի համար եւ դարձյալ պիտի կան նորեն մեզի համար եթե քննելու լինենք Մուհամեդի կյանքի գործը ինչ արեց իր կյանքի մեջ սկսենք այնտեղից որ 9 տարեկան Աիշայի հետ ամուսնացավ եւ փրկության գործի մեջ որևէ ներդրում չունի եւ չէր կարող ունենալ որովհետեւ մեղավոր մարդ ինչպես կարող է մեղավորների համար մեռնել այո չի կարող ինքը արդեն բարդ կունի այո եթե վերցնենք Բուդդային ինքը որպես լուսավորվող մեկը եղավ այսպես ասած թևավոր խոսքեր բերեց մտքեր արտասանեց արտահայտեց որոնք գրվեցին որոնք թերևս մարդկային գիտակցությունից մի քիչ բարձր էին ավելի խոր իմաստներ էին պարունակում սակայն ինչ արեց Հիսուս Քրիստոսը ահա խոսենք այդ մասին մենք տարիներ շարունակ մեր նշանաբանն է եղել Հիսուս Քրիստոսի անձը եւ կատարած սքանչելի գործը ներկայացնել մեր սիրելի ազգակիցներին եթե մենք ճանաչենք թե ով է Հիսուս Քրիստոսը մեր հավատքի հիմքը երբեք չի շարժվի եւ այդ խարիսխը որ Քրիստոս է հավիտենական է ամեն ամեն երկու գլխավոր շատ կարևոր համարներ ունենք Սուրբ Գրքի մեջ մեկը գսե որ եւ խոսքը մարմին արավ եւ մեր մեջ բնակեցավ եւ այս խոսքը որ մարմին արավ բացատրեց մանրազնին կերպով բացատրեց հայրը ներկայացուց հայրը թե ինչպես է ինչպես կմտածի ով է հայրը ասի մեկ երկրորդ շատ կարևոր որ կարծես թե քրիստոնեության գորիզն է որ ծուծն է ադալ հետեւյալն է
Քրիստոս աշխարհ եկավ մեղավորը փնտրելու եւ փրկելու։ Այո։ Գործվածը փնտրելու եւ փրկելու։ Ճիշտ է, Քրիստոս եկավ մաքուր կյանք ապրեցավ, շատ լավ։ Քրիստոս եկավ հրաշքներ կործեց, շատ լավ։ Քրիստոս եկավ հայրը ներկայացուց, այո, բժշկությունները շատ լավ։ Հայրը ներկայացուց շատ լավ։ Այս բոլորը մեկ կողմ եւ Հիսուսի փրկություն բերելը մյուս կողմ։ Այնքան կարեւոր է։ Խաչին վրայի եղած գործը, Այո։ Ատամեն մինչև աշխարհի վերջը ծնող մարդը Այո։ չի գնարնել։ Որտեւ Ադամի որդի է։ Այո, չի գնարնել։ Ատամի որդի է եւ այ որդի է, չի գնարնել։ Աստված գսե ընդունելի չէ։ Ինչ կուզես ըրե, ընդունելի չէ։ Ջար չկա։ Այո։ Եվ Քրիստոս այնպիսի գործ հրավ կատարեց խաչին վրա, որ խաչին վրա ասավ ամեն բան գադարվեցավ, այսինքն ամբողջացավ, արդեն խորիմ թե անշուշտ իմ, այսինքն մտածելակերպս է ասիկա, երկինքի մեջ փշակավորներ եղան, որ ինչ փրկություն իրագործվեցավ, ամբողջ երկինքը թնդաց, դեղեն շարժեցավ, գսե նույնիսկ երկիրը շարժեցավ դեղեն, որ Հիսուսը մեծ երկրաշարժ եղավ, ինչու, որտեղ գադարված գործը այո, բարձ գործ չէր, եւ հետաքրքիր ու խորհրդանշական է հետեւյալը. տաճարի վարակույրը վերևից ներքև պատրվեց։ Այդ վարակույրը զատում էր մեղավոր մարդուն սրբություն սրբոցի հետ, Աստծու հետ։ Այսինքն այդ մեղքի վարակույրը, որ մարդու եւ Աստծու միջև կար, Հիսուս ինքը այդ վարակույրը պատրեց իր մարմնի միջոցով։ Այո։ Եվ սրբությունից միջև սրբություն սրբոցը մտնելու այդ իշխանությունը տրվեց։ Արդոնությունը Որտեւ Հիսուս այդ ճանապարհը ինքը բացեց եւ նրանք ովքեր որ Քրիստոսի մեջ են գրված է, նրանք նոր ստեղծված են։ Հիները անցան եւ ամեն բան նոր եղավ։ Եվ Աստվածաշունչը մեզ մի սքանչելի խորհուրդ է բացում, որ մարդ պետք է նորից ծնվի, վերստին ծնվի, երկրորդ անգամ ծնվի, հոգևորապես ծնվի։ Մի անգամ մենք մարմնավոր ծնունդ ունեցանք, մեր մոր որովայնում 9 ամիս ձևակերպվեցինք, լույս աշխարհ եկանք։ Հիմա Աստված ասում է, որ պետք է որ երկրորդ անգամ ծնվեք, վերստին ծնվեք։ Իսկ վերստին ծնունդի համար ցերն շատ կարևոր հանգամանք կա, որ Հիսուս Քրիստոսը հոգիով գա եւ մեր մեջ բնակի, այդ ժամանակ է որ վերստին ծնունդ կունենանք։ Իսկ դրա համար մենք պետք է որ որոշակի հավատալիքներ ունենանք։ Եվ գլխավորը սա է. ես մեղավոր մեկն եմ եւ Հիսուս Քրիստոս իմ մեղքերիս համար խաչվեց եւ հարություն առավ։ Ես որպես մեղավոր պիտի խաչվեի, պիտի մեռնեի, Հիսուս փոխանորդական իր մահով ինձ ազատեց այդ մահից։ Եվ ես իրեն հավատալով հավիտենական կյանքի ժառանգորդ եմ դառնում, որևէ այլ կրոնի մեջ նմանատիպ անգամ ակնարկություն գոյություն չունի։ Չկա, այո, չունի։ Հիսուս սքանչելի ձևով փրկության գործը կատարեց, ամբողջացրեց եւ պատրաստ է ձրիորեն տալու ցանկացած մեկին։ Եվ կարևոր չէ նա որ կրոնին է պատկանում։ Այսօր իսլամների մեջ էլ արտնություններ կան։ Այո, այո։ Մասնավորաբար պարսիկ իսլամները Հիսուսին են գալիս։ Թե Պարսկաստանի մեջ, չէ մանավանդ այստեղ Միացյալ Նահանգներում շատ պարսիկներ կան, որ քրիստոնյա են դարձել։ Ինչի համար, եթե իրենց հավատքը, իրենց կրոնը, իրենց տված լիներ այնպիսի խոստումներ, այնպիսի վստահություն հավիտենականության վերաբերյալ, նրանք երբեք կբավականանային արդեն, բայց նրանք գտան Քրիստոսը, ճշմարտությունը գտան, երջանկությունը գտան։ Ամեն։ Ներսես եղբայր, այսօր Հիսուս քարոզվում է աշխարհում, բայց շատեր կան, որ անտարբեր են։
չեն ընդունում։ Ի՞նչն է պատճառը։ Քրիստոս որ գտնունինք ընդհանրապես ոչ թե ընդհանրապես մասնավորապես գտնունինք որ մենք մեղավոր ենք անոր համար արդեն որ գտնունինք Քրիստոսը կնշանակի որ մեր մեղավոր ըլլալը գտնունինք մարդիկ չեն ուզեր Քրիստոսը ընդունել որովհետև չեն ուզեր հաշվետու ըլլալ Աստծո Այո եթե ես չեմ ընդունիր ուրեմն դալիքա չեմ ունենար եթե ինձ համար Քրիստոս Աստված գոյություն չունի ուրեմն ոչ թե փրկված եմ այլ բահվտած եմ այնպես որ այնքան ադեմ որ թաքցված եմ ես ինձ բահած եմ ուրեմն իմ սխալներուս համար հաշիվ տալու կարիք չկա բայց Աստծո խոսքը գսե ամեն մարդ Քրիստոսի ադյանին արչե պիտի գենա ամեն ծոք պիտի ծռի եւ ամեն լեզու պիտի դավանի որ Հիսուս Տեր է այսօր այս պահին շատերը հնարավորություն ունեն ասելու որ Հիսուս դու ինձ համար Տեր ես այո խնդրում եմ որպեսզի հիմա աղոթքի մեջ առաջնորդես որ նրանք ովքեր որ պատրաստ գտան իրենց այսինքն ընդունեցին որ իրենք մեղավոր են եւ Հիսուս Տեր է այդ գործառությունը կատարվի խնդրեմ շատ լավ սիրելիներ մեր ուշադրությունը դարձնենք Աստծո վրա Քրիստոսի վրա եւ հետո մենք մեզի մեր մեջը նայենք տեսնենք եթե համոզված ես որ քու հանցանքներդ մեղքերդ մաքրվել պետք ունեն սրբվել պետք է հետեւյալ աղոթք ինձ հետր է ով Տեր Հիսուս կընդունիմ քեզ որպես իմ Տերս ու Փրկիչս որովհետև կտեսնեմ իմ հանցանքներս իմ մեղքերս եւ գիտեմ որ այս մեղքերը քեզի համար գարշելի են նեխած բաներ են եւ ցուն գուզես որ ես մաքրվիմ ասոնց մե որբեսի հավիտենաբես քեզի հետ ապրեմ կխնդրեմ քեզ մե որ մաքրես ես այդ Գողգոթային վրա տված արյունը իմ վրասալ թող սրսկվին որբեսի մաքրվիմ իմ մեղքերես եւ Աստծո խոսքին համաձայն ըլլամ ծունեն ավելի ջերմակ ավելի լուսափայլ ով Տեր գուքան քո արչեվդ ընդունեզիս այս աղոթքեն յետքը հետեւյալ աղոթ կնալ աղոթենք շնորհակալ եմ Տեր Հիսուս որ ընդունեցար զիս չմերժեցիր եւ իմ բոլոր մեղքերս ներեցիր ինձի եւ կհավատամ քո խոսքիդ համաձայն վստահելով քո խոսքիդ որ զիս նոր ստեղծված մարիր հիմա Փառքը քեզի օրհնեմ ես Հիսուս Քրիստոսի անունով ով հայր ամեն ամեն Սիրելի հայրորդի եթե այս աղոթքը սրտանց կատարեցիր քո հաջորդ քայլը է Աստծո խոսքը կարդալ եւ աղոթք անել Տերը օրհնի քեզ մեծապես ամեն Աստված օրհնի